Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 12-ն է, օրը ուրբաթ։ Այո, աշխատանքային շաբաթն ամփոփում ենք այս տարվա վերջին Լիլիթ հայելային ամսաթվով 12-12 ու եթե հավատանք կանխատեսումներին, ապա այսօր պետք է որ երազանքներն ու ցանկությունները իրականանան, այսօր իրականացման օր է։ Այո, իսկ առհասարակ ամեն բան հնարավոր է, եթե շատ եք ցանկանում եւ այն իրականություն դառնալու համար ամեն բան ձեռնարկում եք։ Հենց այստեղ է իրականում թաքնված գաղտնիքը, որ քայլեր եք ձեռնարկում եւ դրանք պարբերաբար անում եք, որպեսզի հասնեք երազանքի։ Նշանակություն չունի իրականում օրացույցում, թե ինչ օր է, կարևորը որ ձեր կամքն ու վստահությունը տեղը լինի եւ անպայման վստահ ենք ստացվի, ինչպես որ ասաց Լիլիթը։ Ու նաեւ վստահ ենք, որ եթե հենց հիմա երազանք պահեք, ապա անպայման այն կկատարվի ու թող այսօր էլ նման վստահությամբ շարունակվի օրը մեզ հետ միասին։ Մինչև երազանքների իրականություն կդառնան, մենք հնարավորություն ունենք յուրաքանչյուր օր կամ առիթ ավելի լավ վերածելու տարբերակ առաջարկել ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, իդեպ ասեմ, որ եւս մեկ կարևոր հաղթանակ է գրանցվել Լիլիթ Լևոն Արոնյանը դարձավ Freestyle Chess Grand Slam Finally Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից մեզ այս լուրը։ Եզրափակչում Արոնյանը 1.5 եւ 0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ Շնորհավորում ենք Արոնյանին նման բարձր արդյունքի կապակցությամբ եւ իհարկե մաղթում նորանոր հաղթանակ։ Այո, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի մենք իրոք ձեզ առաջարկենք այնպիսի հրաշալի միջավայր, որտեղ դուք կարող եք նշել ձեր ծննդյան տարեդարձերը, հրաշալի հավաքույթները, կարևոր առիթները, կորպորատիվ երեկոները կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները։ Դրանք կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք պարկ Բրիջը, այո, ընտրեք Park Bridge-ը, ռեստորան, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, մնացածի մասին Park Bridge-ը ամեն ինչի մասին կհոգա նրանց հրաշալի թիմը։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորաններում։ Տոնը սկսվում է հենց այստեղ, զանգահարեք 094 38 06 06 հեռախոսահամար։ Այո, օրվա դրական մեկնարկը սիրելի հեռուստադիտողներ տրված է, բարձր տրամադրությունը ապահովված է, մենք էլ կարող ենք ամբողջացնել իհարկե լավ երաժշտությամբ, ինչն էլ հենց հիմա կանենք սիրելի հեռուստադիտողներ։ Բայց ես առաջարկում եմ մի փոքր առաջ չընկնենք, տեսահոլովակին դեռ կանդրադառնանք։ Լավ, ինչպես կասես։ Ուզում եմ ասել, որ ամանորին հաշված օրեր են մնացել ու տոնական եռուզեռը արդեն սկսվել է, տատիկները վստահաբար արդեն իրենց գնումների ցուցակը պատրաստում են, ու եթե դա դեռ այդպես է ու ամբողջ առևտուրը դեռ չեն արել, մենք իրենց հրաշալի քաղցրավենիքների տարբերակ կարող ենք առաջարկել։ Ամանորյա սեղանի ամենահամեղ պատառի մասին, կարևորը քաղցրավենիքներն են։ Զարդարի ձեր սեղանը։ Սիրով ուզում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ-հունք, թարմ բաղադրիչներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ իհարկե բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, սիրելի հեռուստադիտողներ եւ վայելեք ամեն պահը։ Հիմա մենք մի փոքր համառոք պատմենք օրվա եթերի մասին, թե ինչ մասն ենք այսօր խոսելու։ Նախ Դավիդյանց պոլիկլինիկաների մասնագետների հետ կզրուցենք առողջական ամենատարբեր եւ կարեւոր հարցերի շուրջ, բազմապրոֆիլ ուղղությունների եւ համապարփակ ծառայությունների մասին կպատմեն մեր հյուրերը։ Այնուհետեւ մեր հյուրերը կպատմեն դեկտեմբերի 16-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասված առաջնախաղի մասին։ Այո, Կուպրինի Յաման վիպակը կբացահայտենք նորովի շատ հետաքրքիր բեմադրություն է սպասվում հենց Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում, այնպես որ բաց չթողնեք։ Իսկ թատերական նորություններից հեռու չենք մնա, պրեմիերաներից, նորություններից դեկտեմբերի 20-ին էլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Սուրբ Ծննդյան հրաշքների մասին պատմող բևեռային ճեպընթացը ներկայացման առաջնախաղը, որից էլ մենք անպայման կզրուցենք, ստեղծագործական թիմը կլինի մեզ մոտ։ Եվ այս հետաքրքիր զրույցների ընթացքում
ընթացքում իհարկե մենք թերթելու ենք մեր մշտական էջերը, հետաքրքիր տեսանյութեր ենք դիտելու եւ իհարկե օրվա բաղադրատոմսն ենք բացահայտելու սիրելի հեռուստադիտողներ, վստահ ենք, որ սա խոհանոցում շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմս կառաջարկի ձեզ եւ կհուշի, թե ինչ կարող եք այսօր պատրաստել։ Այո, բայց ամեն առավոտ ավանդույթները չխախտելով մինչև մեր սաթին ողջունելը, ով արդեն խոհանոցում այսպես գալիս է, ես առաջարկում եմ ներկայացնենք մեր գործընկերոջը, ով շատ հաճախ ապահովում է մեր առավոտյան համեղ նախաճաշը։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից, հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետեւող ընտանիքների համար։ Այո, տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի, դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր ու ժամանցային։ Լիլիթ, դու իհարկե ես հասկացա ինչու՞ն է կայանում անակնկալը կապված երաժշտության հետ։ Այո, մենք այսպես աչքով կանենք միմյանց, երաժշտության մասին անպայման կխոսենք, անդրադարձ անպայման կունենանք։ Բայց այս պահին առաջարկում ենք ձեզ տեղափոխվել մեզ հետ միասին խոհանոց, որպեսզի տեսնենք, թե այսօր ինչով է մեզ զարմացնելու գեղեցկուհի Սաթերիկ Ղազարյանը։ Բարի առավոտ, Սաթ։ Բարի լույս։ Բարի առավոտ, հավատարիմ հեռուստադիտողներ, այսօր օրը լի է համով, բույրով եւ լավ տրամադրությամբ, իհարկե ժպիտով։ Ասում են, օրը ինչպես սկսում ես, այնպես էլ շարունակվում է, հատկապես այսօր, որ աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, վայելում ենք։ Ես համեղ ուտեստ եմ ձեզ առաջարկում, որպեսզի պատրաստեք ինձ հետ, առողջ լինեք եւ վայելեք։ Ձեր քաղցը հագեցնեք։ Ինչ է հարկավոր, շատ հետաքրքիր եւ պարզ բաղադրիչներ են հարկավոր։ Ինչու պարզ, այս պահին իմ ձեռքի տակ Մարանիկի կողմից առաջարկված բրինձն է, կլոր, ես չեմ չափելու, որովհետև հյուս եմ պատրաստելու։ Հյուս պատրաստելու համար պիտի ինքը փափկի, լեղկի, ինչու։ Հետո ես հարիչի մեջ եմ դնելու, հարելու եմ եւ միասին բրինձը տակո ենք պատրաստելու, որի մեջ ես հիմա կասեմ ինչ ենք անելու։ Այսպես բրինձը կլցնեմ մոտավոր 1 բաժակ եւ ջուրը որպեսզի ծածկի այս հաստությամբ, աղ կանեմ, մի պճեղ սխտոր անպայման կգցեմ, որպեսզի բրինձը պարզ համ չունենա, հետաքրքիր սենց համային ռեցեպտերին համապատասխան լինի, ուրիշ համ լինի, եւ գծու պղպեղ, ես այդպես եմ խաշում, տան բրինձը, խորհուրդ եմ տալիս փորձեք, պարզ որպեսզի չլինի, ես միշտ ինչ-որ համեմունքներ եմ ավելացնում, եւ քանի որ ներկայացրեցի Մարանիկի կողմից առաջարկված բրինձը, առաջարկում եմ համեմունքներ, որ միշտ օգտվում եմ եւ բարելույսյան տաղավարում եւ իմ տանը։ Մարանիկ առաջարկում է լայն տեսականի։ Հենց այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնում եմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված ամբողջ տեսականին։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ինձ թվում է այս պահի համար ամեն ինչ ասված է, ասեմ, որ այստեղ բարդ ածխաջրեր է պարունակում, սպիտակ, նույնիսկ շագանակագույն բրինձը, դա ինչ է նշանակում, որ մարսողական համակարգը սկսում է ավելի դանդաղ աշխատել եւ հագեցվածության զգացողությունը երկար է պահպանում։ Սա հասկացանք, մի քիչ է կալորիականությունը բարձր է, կարող ենք համատեղել հավի կրծքամսի հետ, որի կալորիականությունը ցած է, ճարպերը շատ քիչ են, շատ բալանսավորված է։ Ես արդեն մանր կտրատում եմ, ինչու որովհետև
հարկավոր է այսպիսին, համեմելու եմ ես նորից Վարանիկի կողմից առաջարկված համեմունքներով մի փոքր կետչուպ կա իմ ձեռքի տակ եւ ավելացնելու եմ պանիրը։ Իմ ձեռքի տակ կա երկու տեսակի հավի մսերի հատվածներից։ Այստեղ բդիկները ունեմ, այստեղ հավի կրծքամիսը ունեմ, որը մանր կտրատում եմ։ Թե վստահ եմ, որ դուք արդեն գիտեք խոսքը Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված հավերից եմ օգտվում, որոնք ունեն ամբողջական տարբերակ, ունեն մանր տարբերակները, հավ, բդիկ, հիմա ես կներկայացնեմ ավելի մանրամասն։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս։ Իհարկե, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, ինչպես նշեցի, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես էլ վստահորեն ասում եմ, այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսը անզուգական համ է ունենալու։ Պարզ բաղադրիչներով խնդրում եմ, եթե ունեք զուգահեռ պատրաստեք երկրորդ միացման ընթացքում։ Համեմելու եմ մանր կտրատած հավի կրծքամիսը, խմոր ենք պատրաստելու Վարանիկի կողմից առաջարկված սպիտակ բրնձով, տակոներ ենք պատրաստելու լավաշիկներ, հա, այդպես ասեմ, որ ավելի հասանելի լինի, եւ լավաշիկի մեջ այդ բրդուճիկները վերջում վայելելու ենք։ Ինձ թվում է այս պահի համար ամեն ինչ ասված է։ Խոսքը սիրով, ժպիտով փոխանցեմ Լիլիթին, Ավետին, թող նրանք շարունակեն, դե ես էլ ինչպես հասկացաք, եկել չեմ, եկել ձեռնոցներով եմ արդեն անցել եմ աշխատանքի։ Բարի լույս բոլորին։ Շնորհակալություն Սատ, բարի լույս եւ քեզ։ Մենք շարունակենք Լիլիթ ու իհարկե շարունակենք ներկայացնել մեր նոր գործընկերոջը եւ այնուհետեւ իհարկե կանցնենք առաջ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությունն առանձնանում է վստահությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ գրուպին զանգահարելով 099 27 50 07 հեռախոսահամարով։ Իդեպ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ եւ պատասխանատու որակավորված աշխատակիցներ։ Այո, եթե ունեք արագարձակման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն ու վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարով։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, պարն է եկել, որպեսզի մենք ընդմիջենք եւ վերադառնանք։ Գովազդ մեր եթերին։ Հեռուստադիտողներ, այո, այսօր անդրադառնալու ենք շատ կարևոր թեմաների, որոնք վերաբերում են բժշկությանը եւ Դավիդյանց պոլիկլինիկաները շարունակում են հասարակության ամենալայն շերտերին մատուցել բազմապրոֆիլ ծառայություններ, իրականացնելով առողջության պահպանմանն ուղղված բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու մատուցելով բժշկական պրոֆեսիոնալ ծառայություններ։ Այսօր մասնագետների հետ անդրադառնալու ենք հարցերի լայն շրջանակի, ընտանեկան բժշկության, սրտաբանական, էնդոկրինոլոգիական ծառայությունների, նաև հոդերի սոնոգրաֆիային։ Ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին ու խոսենք ու զրուցենք նրանց հետ այս կարևոր հարցերի մասին։ Մեր հյուրերն են Դավիդյանց պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկ Տաթևիկ Ղալաչյանը, բարի առավոտ, սրտաբան Մարո Սաֆարյանը, բարի առավոտ, էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը, բարև ձեզ, եւ սոնոգրաֆիստ Էլինե Հարությունյանը։ Ողջունում ենք, շատ շնորհակալ ենք, որ մեր տաղավարում եք։ Այսօր առողջության պահպանմանն ուղղված կարևոր հարցերի մասին ենք զրուցելու, ինչպես ասաց Լիլիթը, ու առողջապահական կարևոր օղակներից մեկը հենց ընտանեկան բժշկության օղակն է։ Կխնդրեմ ներկայացնեք, թե Դավիդյանց պոլիկլինիկաներում ինչ կարելի է անել, ինչպես կարելի է պահպանել, ինչ փաթեթներ է առաջարկվում եւ ովքեր կարող են օգտվել այս ամենից։
Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ինչպես դուք ընդգծեցիք, ընտանեկան բժշկության օղակը Դավիթյանցի համար շատ կարևոր եւ մեծ նշանակություն ունեցող օղակ է, քանզի բուժառուի առաջի շփումը հենց ընտանեկան բժշկի հետ է իրականացվում եւ հետագա գործողությունները, բուժման պլանները եւ հետազոտությունները նույնպես կախված են ընտանեկան բժշկից։ Հենց դրանով կարևորվում է այս օղակի դերը։ Ինչ հետազոտություններ կարող են անցնել մեր բուժառուները, հետազոտությունները բազմաթիվ են, ունենք կանխարգելիչ եւ վերահսկողական փաթեթներ, նախատեսված ինչպես մեզ կցագրված, այնպես էլ չկցագրված բուժառուների համար։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մոտենալ բուժկենտրոնում, ինչպես նաև մեր կայքի միջոցով կարող է ծանոթանալ այդ փաթեթներին, ընտրել որևէ փաթեթ, անցնել հետազոտությունները, արդյունքում ունենալով արդեն ամփոփում վերահսկել իր առողջությունը։ Ինչպես է կայքի անունը։ davclinic.am Հրաշալի։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես սկրինինգային ծրագիրը։ Դրանցից որոնք են ձեզ մոտ ներկայացված, ովքեր կարող են դրանցից օգտվել։ Տեսեք, ինչպես ասացի, ունենք կանխարգելիչ փաթեթներ, այդ կանխարգելիչ փաթեթները իրենց մեջ ներառում են նաև տարիքային սկրինինգները, սկրինինգը նույն կանխարգելիչ հետազոտությունն է, տարբերությունը կայանում է նրանով, որ որոշակի խմբեր են իրականացվում այդ հետազոտությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր համարվում են որոշակի հիվանդության համար ռիսկի խումբ, օրինակ եթե շաքարային դիաբետի կամ կրծքագեղձի քաղցկեղի եւ թոքի քաղցկեղի դեպքում, այս դեպքում ունենք սկրինինգային հետազոտություններ նախատեսված կոնկրետ այդ խումբ պացիենտների համար։ Հասկանալի է։ Հրաշալի։ Խոսեցինք սկրինինգային հետազոտությունների մասին, բայց կարևոր են նաև էնդոկրինոլոգիական ծառայությունները, ամենատարբեր հիվանդությունների, հսկայական դեր ունեն ամենատարբեր հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման հարցում։ Ինչպիսի էնդոկրինոլոգիական ծառայություններ է առաջարկում Դավիթյանց պոլիկլինիկաների։ Դավիթյանց պոլիկլինիկաներում էնդոկրին ծառայությունը մի քանի ուղղությամբ է աշխատում։ Առաջնայինը դա կոնսուլտացիայի տրամադրումն է, այսինքն էնդոկրին խորհրդատվության տրամադրում բուժառուին, զննում, գանգատների հավաքագրում, հաջորդը դա ելնելով այդ գանգատներից լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների նշանակումն է, ելնելով գանգատներից եւ զննման արդյունքներից։ Հաջորդը արդեն երբ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները կատարվել են, համապատասխան բուժման նշանակումն է եւ քանի որ էնդոկրին հիվանդությունները մեծամասամբ քրոնիկական են, միշտ վերահսկողությունը շատ երկարատև է լինում, այսինքն այդ պացիենտները բարբերաբար հաճախում են պոլիկլինիկա վերահսկողության համար, հաճախականությունը տարբեր է, կախված է խնդրից, կախված է հիվանդությունից։ Հիմնական հիվանդությունները, որով զբաղվում է էնդոկրինոլոգը, դա իհարկե շաքարային դիաբետն է, ինչպես տիպ 1, այնպես էլ տիպ 2 շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի։ Որքան ժամանակ է շաքարային դիաբետի պարագայում։ Վերահսկողությունը ամբողջ կյանքի ընթացքում շաքարային դիաբետը ամբողջ կյանքի հիվանդություն է, այո։ Վահանաձև գեղձի հիվանդությունները եւս ամբողջ կյանքի համար են հիմնականում, շատ փոքր տոկոսն է, որ կարճ բուժում է լինում եւ դրանից հետո այո մենք չենք անդրադառնում այդ խնդրին։ Վահանաձև գեղձի հիվանդություններն են, վահանաձև գեղձի ուլտրաձայնային օրինակ գնահատումը եւս վահանաձև գեղձի հետազոտությունների մեջ է մտնում։ Վահանաձև գեղձի օնկոլոգիական հիվանդությունները դա էլի առաջնային հայտնաբերվում է պոլիկլինիկայում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Դրանից հետո եթե կարիք է լինում ֆունկցիոն բիոպսիայի Դավիթյանց պոլիկլինիկաներում հնարավոր է իրականացնել նաև ֆունկցիոն բիոպսիան։ Հաջորդը դա օստեոպարոզն է, ոսկրային հիվանդությունները, կալցիումի փոխանակության խանգարումները, դաշտանային ցիկլի խանգարումներ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների դեպքում եւս էնդոկրին ծառայությունը աշխատում է, այստեղ աշխատում են գինեկոլոգների հետ, այսպես ասած համագործակցելով։ Հաստատում իսկապես էնդոկրինոլոգիական ծառայությունը, հետազոտությունը ահագին հիվանդություններ է։ Մակերիկամային համակարգի խնդիրների դեպքում, այստեղ էլ մակերիկամների գոյացությունների դեպքում էլի Դավիթյանց պոլիկլինիկայում մենք կարողանում ենք իրականացնենք նաև կատե հետազոտություն մակերիկամների, եթե անհրաժեշտություն լինում է։ Եվ իհարկե ճարպակալումը, որը հիմա շատ է հանդիպում, եւս մեզ մոտ մենք վերահսկում ենք այդ պացիենտներին, հսկում ենք իրենց բարբերաբար կոնսուլտացիաներ, լաբորատոր ցուցանիշների վերահսկում եւ այլն։ Հաջորդ հարցը հենց դրա մասին էր, ինչպեսի գործիքային լաբորատոր կազմ ունեք, ինչ եք առաջարկում դրա դիմաց։ Եթե կարելի ավելացում անեմ, այդ փաթեթներից ունենք վերահսկողական փաթեթներ, որը հենց նախատեսվում է նեղ մասնագետի խորհրդատվության
համեմատվածություն եւ ամբողջ ծավալը լաբորատոր գործիքային հետազոտությունների, նույնիսկ դժվարամատչելի հետազոտություններ, որոնց մեջ մտնում է անոթների դուպլեքս հետազոտություն, այխոսրտագրություն եւ այլն, որպեսզի կարողանանք ընդհանուր գնահատել առողջական վիճակը։ Ճարպակալման դեպքում շատ կարևոր է բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ճարպակալում, վերահսկեն որոշակի մետաբոլիկ ցուցանիշներ արյան մեջ։ Դրանք լաբորատոր ցուցանիշներն են հիմնականում, դա գլյուկոզան է արյան մեջ, լիպիդային փոխանակությունն է, խոլեստերինները, այսպես ասած, մեր համար հայտնի բառը, խոլեստերինի ֆրակցիաների վերահսկումն է, հորմոնալ որոշակի անալիզներ, միայն սննդակարգի ցուցումով, լաբորատոր հետազոտություններով հայտնաբերել կա խոլեստերինների շեղում, թե ոչ։ Հորմոնալ որոշակի հետազոտություններ անհրաժեշտության դեպքում եւ ուղղորդում որոշակի մասնագետների, եթե կան ավել զուգակցող հիվանդություններ։ Բժշկուհի, շատ հաճախ հենց ճարպակալումը հանգեցնում է շաքարային դիաբետի, եթե ես չեմ սխալվում։ Այսինքն հնարավոր է, որ ամենասկզբից կանխվի հիվանդությունը ու բանը չհասնի դրան, այսինքն ճարպակալում չսկսվի ու չհասնի դրան, եթե բուժառում, եթե պացիենտը, այսպես ասած, չնայած դեռ պացիենտ չի համարվում, բայց եթե մարդը, որ ունի նման խնդիր, ավելի շուտ մոտենա, չէ, հիվանդանոց եւ ավելի արագ։ Որոշ երկրներում ճարպակալում ունեցող պացիենտների 80%-ը ունի շաքարային դիաբետ։ Միջինում 60%, 50-ից 60% ճարպակալում ունեցող մարդիկ ունեն շաքարային դիաբետ։ Դրա համար, եթե մենք նվազեցնում ենք քաշը, մենք կանխարգելում ենք շաքարային դիաբետի զարգացումը եւ ոչ միայն դիաբետի, նաեւ սիրտանոթային ռիսկերի եւ այլ հիվանդությունների։ Գործիքային հետազոտություններից Դավիթյան պոլիկլինիկաներում մենք ունենք լյարդի ֆիբրոսկանի հնարավորություն, որը շատ կարեւոր է ճարպակալում ունեցող պացիենտների համար։ Այսինքն վաղ հայտնաբերել լյարդի ճարպային ախտահարումը եւ բուժման ընթացքում քաշի նվազեցմանը զուգընթաց պարբերաբար վերահսկել, ինչպես փոխվեց այդ ճարպային ինֆիլտրացիան, նվազեց, չնվազեց, այդ ամբողջ հսկողությունը քաշը նվազեցնելու զուգահեռ ֆիբրոսկանի միջոցով անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է վերահսկել։ Ես շնորհակալություն հիմա Ես կարծում եմ մինչև մենք անդրադառնանք բժշկուհի Սաֆարյանին, կարծում եմ շատ մանրամասն բացատրեցիք, թե ինչպես կարելի է ճիշտ ժամանակին կանխել, կարծում եմ որ այն մարդիկ, ովքեր որ հիմա մեզ լսում են, ուղղակի, այսինքն ամենակարևոր բանը ճիշտ ժամանակին գնալ ու հետազոտվել ու կանխել ցանկացած խնդրի առաջացում ճիշտ պահին, հետո բուժել, այո։ Սրտաբանական խնդիրներին եկեք հիմա անդրադառնանք, ուզում ենք հասկանալ, թե ինչ առաջարկներ կան պացիենտներին, ինչպիսի ծառայություններ եք առաջարկում։ Նախ որպես սրտաբան ուզում եմ նշել, որ խիստ կարևոր է այն փաստը, որ սիրտանոթային հիվանդությունները աշխարհում մահացության պատճառների մեջ առաջին տեղն են զբաղեցնում։ Այդ իսկ պատճառով խիստ կարևոր է սիրտանոթային հիվանդությունների եւ վաղ հայտնաբերումը եւ դրանց կանխարգելումը։ Մեզ մոտ Դավիթյան պոլիկլինիկաներում մենք իրականացնում ենք անհրաժեշտ համապարփակ սրտաբանական հետազոտություններ, որոնք ուղղված են սիրտանոթային հիվանդությունների եւ կանխարգելմանը եւ վաղ փուլերում հայտնաբերմանը, ինչպես նաեւ հնարավորություն ենք ստանում արդեն իսկ ախտորոշումով պացիենտների հսկողությունը իրականացնել։ Մեզ մոտ իրականացվող սրտաբանական հետազոտություններն են էլեկտրասրտագրությունը, էխոսրտագրություն, որը հնարավորություն է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել սրտի ֆունկցիան եւ կառուցվածքը, հոլտեր քննություն, որը հետազոտություն է հիմնականում արիթմիաների ախտորոշման համար, զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր հսկողություն ենք իրականացնում հատուկ սարքերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ախտորոշել զարկերակային գերճնշումը, արդեն իսկ ախտորոշումով պացիենտների մոտ նաև գնահատել բուժման արդյունավետությունը։ Եվ հետազոտություններից իրականացնում ենք նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստը, որը կոչվում է treadmill test։ Հիմնականում ցույցված է ֆիզիկական ծանրաբեռնվածության գանգատներ նշող պացիենտներին, նրանց մոտ այդ գանգատի սրտային պատճառը հայտնաբերելու, հերքելու կամ հաստատելու համար։ Ու այս ամենի մեկտեղ իրականացնում ենք նաև լաբորատոր անհրաժեշտ բոլոր հետազոտությունները նույնպես։ Բժշկուհի, ես մի հարց ունեմ սրտի մասին։ Մեկ-մեկ ստացվում է, որ այսպես նստած ես ու ծակոց է զգում։ Արդյոք դա հենց սիրտն է այդ ծակոցի պատճառը, թե կա ուրիշ պատճառ, որը այստեղից ուղղակի առաջանում։ Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ շատ հաճախ հանդիպող հենց այդ ծակոցները իրենք սրտային գանգատներ չեն։
Այդ Չարժե վախենալ։ միանշանակ վստահ կարող ենք ասել, որ ծակոցները սրտային չեն։ Սրտային ցավերը մի քիչ այլ բնույթի են լինում, նրանք հիմնականում բութ, սեղմող բնույթի են, ավելի ճառագայթումով դեպի թիկունք, ձախ ձեռք, այդքան սպეციფიկ չի էլի այդ ծակոցները, նրանք միանշանակ սրտային չեն։ Հերթը հաստատ Այո, մենք հերթով բոլոր բժշկուհիների հետ առանձին զրուցեցինք եւ իհարկե ես առաջարկում եմ մինչեւ իհարկե դուք մեզ հոդերի սոնոգրաֆիայի մասին կպատմեք, բայց ես առաջարկում եմ մենք ձեզ ընդմիջվենք կարճատև գովազդային դադարով, որից հետո վերադառնանք ու շարունակենք զրույցը ձեզ հետ։ Այս պահին գովազդ մեր Դարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք խոսել առողջությունից եւ մեր հյուրերն են Դավիդյանց պոլիկլինիկաների բժշկուհիները, գեղեցկուհի բժշկուհիները, ու այս պահին մենք խոսելու ենք հոդերի սոնոգրաֆիայից։ Այո, մենք խոսելու ենք բժշկուհի Հարությունյանի հետ, տեսեք, ամենատարբեր հիվանդությունների ժամանակ կարող են ախտահարվել հոդերը, առաջանալ շատ ռևմատիկ, տարբեր ռևմատիկ հիվանդություններ, ու որոնք իսկապես մեծապես ցանկացած հիվանդություն ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Խոսենք հոդերի սոնոգրաֆիայի կարևորության ու անհրաժեշտության մասին։ Շատ լավ, ճիշտ նշեցիք, որ մի շարք հիվանդությունների դեպքում սկսած սովորական բորբոքային պրոցեսներից մինչև ռևմատոլոգիական ու վնասվածքային հիվանդություններ շատ հաճախ տուժում են հոդերը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի եւ իրականացնել հոդերի ախտորոշիչ հետազոտություններ, որոնց մեջ իրենց կարևոր նշանակությունը ունի ուլտրաձայնային հետազոտությունը։ Նշեմ, որ հետազոտությունը ժամանակակից մեթոդ է, պահանջված է, անցավ է ու հնարավորություն է տալիս գնահատելու հոդը կազմող գրեթե բոլոր ստրուկտուրաների վիճակը, այդ թվում նաև մկանների, կապանների, ջլերի, ծնկանոդի պարագայում մենիսկների, նաև հարակից նյարդերի։ Հետազոտությունը ունի մի շարք առավելություններ, այն արագ իրականանալի է, տևում է մի քանի րոպե, եզրակացությունը տրվում է հետազոտությունից անմիջապես հետո։ Ոչ ինվազիվ է, չունի ճառագայթային բեռնվածություն, ինչը նշանակում է, որ ի տարբերություն ռենտգեն եւ ԿՏ հետազոտությունների չունի ռենտգեն ճառագայթում, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս հետազոտությունը իրականացնել երեխաների եւ հղիների շրջանում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կրկնել մի քանի անգամ, եթե կա հիվանդության դինամիկ հսկողության կարիք։ Այն դինամիկ է համարվում, որ նշանակում է, որ հետազոտության ընթացքում հնարավորություն ունենք հոդը ծարելու, շարժելու եւ գնահատելու հոդի վիճակը շարժման մեջ։ Ինչպես նաև հիվանդի կողմից չի պահանջում հատուկ նախապատրաստում, իրականացվում է շատ հեշտ։ Հիմնականում լայն տարածում ունի ռևմատոլոգիայում, վնասվածքաբանությունում, օրթոպեդիայում, թույլ է տալիս գնահատելու հոդում առկա հեղուկի քանակությունը բորբոքային պրոցեսների դեպքում, նրա բնույթը, հաճախ վնասվածքների դեպքում ունենում ենք հեմարթրոզներ, երբ որ հեղուկը ոչ սերոզ բնույթի է, այլ արյունային է եւ անհրաժեշտություն է լինում կատարել որոշակի միջամտություններ։ Հետազոտությունը ոչ միայն ախտորոշիչ նպատակով է իրականացվում, նաեւ օրթոպեդների հետ միասին կարողանում ենք իրականացնել միջամտություններ, այսինքն ներհոդային պունկցիաներ, ներարկումներ։ Ուլտրաձայնային դաչիկի հսկողությամբ տվիչի առավել ճշգրիտ ընտրում ենք ախտարման օջախը եւ ներարկումները իրականացում են այդ հատվածներում։ Իսկ հետաքրքիր է, հստակ որ ցուցումների դեպքում է գնում դեպի սոնոգրաֆիա։ Հիմնական երկու գանգատները, որոնց կապակցությամբ բուժառուները դիմում են մեզ կլինիկա, դրանք շարժումների սահմանափակումը եւ հոդի շրջանում ցավոտություններն են, բայց բացի այդ երկու հիմնական գագաթներից մասնագետի պետք է դիմել նաև եթե ունեք կարմրածություն հոդի շրջանում, շոշափող գոյացություն, որը հաճախ լինում է մանր հոդերի շրջանում, երբեմն գանգլիոն կիստաներ հայտնաբերելիս արկայության դեպքում, ծնկանոդերում բեկերի կիստայի արկայության դեպքում Մասնագետի կարող են դիմել նաև տրավմաներից հետո, շատ հաճախ լինում են ջլերի կապանների մասնակի կամ ամբողջական վնասումներ, ներհոդային կոտրվածքներ, որոնք մինչև ռենտգեն հետազոտությունը հնարավոր է նաև որոշ չափով գնահատել սոնոգրաֆիկ հետազոտությամբ։ Հեմատոմաները կարող են առաջացնել նման խնդիրներ, թե դա ուրիշ հարց է։ Հեմատոմաները այլ հարց է։ Սովորաբար արյան կուտակումը հոդի խոռոչում լինում է վնասվածքներից հետո, երբ որ ունենք ներհոդային ոսկրային կոտրվածք կամ հոդամակերեսների իրար հետ շփվելու արդյունքում հոդում կուտակվում է արյունային հեղուկ։ Կախված դրա քանակից արդեն դիմում ենք օրթոպեդ վնասվածքաբաններին, միասին կատարում ենք միջամտություններ։ Ինձ թվում է ցանկացած պարագայում ժամանակին դիմել, ցանկացած խնդրի դեպքում ճիշտ ժամանակին դիմելն ու կանխելը։ Հայտնաբերելը բազմապատիկ անգամ ավելի հեշտացնում է բուժման պրոցեսը,
ուզում եմ շեշտել, որ մեր կլինիկայում Դավիթյանց պոլիկլինիկաներում իրականացվում են ոչ միայն խոշոր հոդերի, որոնք են ծնկան հոդերը, ուսահոդերը, կոնքազրային հոդը, արմնկային հոդը, իրականացվում են նաև մանր հոդերի, ոտնաթաթի եւ դաստակի մանր հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Դուք իրականում մեզ շատ մանրամասն բոլորդ բացատրեցիք, բայց քանի որ ասա։ Խնդրեմ, Ուզում եմ ասել, որ ամեն ինչի հիմքը ընտանիքն է, ես ուզում եմ կրկին մենք վերադառնանք Բժշկուհի Ղալաչյանի հետ, խոսենք ընտանեկան բժշկության եւ ընտանեկան օղակի վերաբերվող հարցերի մասին։ Կան լրացումներ այս թեմայով։ Ինչպես ասացիք, ամեն ինչի հիմքը ընտանիքն է, այո, եւ հենց ընտանեկան բժշկի, այսպես ասած, արկայությունը սկզբունքը հենց կայանում է նրանում, ընտանեկան բժշկության գաղափարախոսությունը, որպեսզի մենք ապահովենք ընտանիքի բոլոր անդամների, անկախ սեռից եւ տարիքից, բուժօգնությունը, սկսած ընտանիքի պլանավորումից մինչև հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն, ինչը եւ մենք փորձում ենք իրականացնել Դավիթյանցում։ Ունենալով հզոր բազմամասնագիտական թիմ, ինչպես տեսակ, բոլոր հնարավոր գործիքային եւ լաբորատոր հետազոտությունները երժամանակակից սարքերով, ունենալով ճշգրիտ եւ հավաստի ինֆորմացիոն տվյալներ, բնականաբար յուրաքանչյուր բժիշկ արդեն ունենում է շատ ավելի մեծ արսենալ հետագա իր գործունեության համար։ Սա իրականում շատ հրաշալի է, բայց ուզում եմ մի փոքր ավելի հանգամանալից բացատրեք, ինչի համար է կարևոր ունենալ հենց ընտանեկան բժիշկ, որովհետեւ կարելի է ուղղակի գնալ որևէ խնդրի դեպքում որևէ բժշկի մոտ ու լուծել հարցը։ Ուզում եմ այդ մասին խոսենք։ Դավիթյանցում ընտանեկան բժշկի դերը շատ կարևոր է այն առումով, որ բուժարուն, երբ որ մոտենում է մեզ, ինքը գիտի, որ իր խնդրի հետ երբեք միայնակ չի։ Անկախ նրանից այդ խնդիրը սրտաբանական է, ներզատաբանական, թե վիրաբուժական, մենք մշտապես ունենում ենք միշտ մասնագիտական քննարկումներ, նույնիսկ շատ հաճախ այդ ամեն ինչը դուրս է մնում պացիենտի տեսադաշտից, եւ դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ապահովել բարձր որակ, երբ որ ամեն ինչ համակարգվում է արդեն ընտանեկան բժշկի միջոցով։ Անցնում է հետազոտություններ, անցնում են մասնագիտական խորհրդատվություններ, բայց երբեմն դա բավարար չի, որպեսզի պացիենտը կարողանա հասկանալ իր հետագա գործունեությունը։ Եւ սկսում են թափառել տարբեր տեղեր, տարբեր հիվանդանոցներ, արդյունքում չունենալով անհրաժեշտ հետազոտություններ, որոնք անիմաստ չհիմնավորված հետազոտություններ, եւ այդ ամեն ինչից խուսափելու, հետազոտությունների անհրաժեշտ ծավալը հասկանալու համար դրա համար ճիշտ է դիմել սկզբից ընտանեկան բժշկին, անցնել անհատական խորհրդատվություն, գանգատների հիման վրա կազմել անհրաժեշտ ծավալը, որովհետև շատ հաճախ այցելուները ճիշտ չեն գնահատում իրենց անհրաժեշտ հետազոտությունների ծավալը։ Երբ այցելուին օրինակ հարց է տալիս, թե ունես արդյոք գանգատ ստորին վերջույթների հետ կապված կամ այլ, ասում են չէ, բայց կարող է նշել ցավ, ծանրություն եւ այլն, երբ որ հենց կոնկրետ հարցով դիմում ես, արդեն պարզվում է, որ կա խնդիր։ Ինչպես են ընտրում ընտանեկան բժշկին։ Ընտանեկան բժշկի ընտրությունը պարզ է, որ հիմա դա շատ հեշտ process է, կարող են նույնիսկ մեր կայքի միջոցով մտնել եւ on-line հետը լրացնելուց հետո գծագրումը իրականացվում է, երբ որ նա ապակցվում է մյուս ԱՊ-ից։ Հրաշալի։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ իրականում նման ինֆորմատիվ, շատ լայն, բացված զրույցի համար։ Մենք այնքանով որքանով որ կարողացանք ընկալեցինք ձեր ինֆորմացիան, որը բավականին շատ էր եւ իհարկե կարեւոր։ Ես վստահ եմ, որ հեռուստադիտողներից շատերն էլ ովքեր որ լսեցին, անպայման կհետևեն իրենց առողջությանը ու իհարկե ժամանակին կախտորոշեն հիվանդությունը եւ կտան ճիշտ լուծում, որովհետեւ Դավիթյանցը ձեզ առաջարկում է հրաշալի տարբերակներ կանխարգելելու ցանկացած հիվանդություն, իսկ մենք զրուցում էինք Դավիթյանց պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկ Տաթևիկ Ղալաչյանի հետ, սրտաբան Մարո Սաֆարյանի, էնդոկրինոլոգ Անուշիկ Միրզոյանի եւ իհարկե սոնոգրաֆիստ Էլինե Հարությունյանի հետ։ Շատ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ զրուցելու համար։ Իսկ սա թոմս առաջարկում է հետաքրքիր համեմունքներ եւ յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ է դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները, հավատարիմ մնալով մարդու կյանքը վարձգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը արդյունքում ստեղծվում է արտադրանք որելի անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ այժմ ճիշտ ժամանակն է տեղափոխվելու խոհանոց, տեսնելու համար թե սա ինչ է մեզ համար պատրաստել։ Սա բարի առավոտ։ Բարի լույս Սատ։
Բարելիս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Մեր հյուրերը հյուրասրահում էին փորձում էին անաղմուկ աշխատել, ասեմ շատ համեղ հետաքրքիր բաղադրատոմս եմ առաջարկում այն հեռուստադիտողներին, ովքեր պահպանում են իրենց գեղեցիկ կազմվածքը։ Ինչու՞։ Որովհետև օրինակ ավանդական լավաշի փոխարեն ես առաջարկում եմ Մարանիկի կողմից առաջարկված բրինձը, որը նախապես խաշել եմ, ավելացրել եմ խաշելի ընթացքում սև պղպեղ, աղ եւ սխտոր, մեկ բճեղ եւ իհարկե սարքել եմ հյուսը պատրաստելուց հետո մի քիչ թողուբոհ է իմ խոհանոցում, այսպիսի լոշիկներ ենք պատրաստում։ Տակո, թողնելու եմ, որպեսզի պատրաստվի, երկու կողմի վրա է լինելու, թեքելու եմ եւ մյուս տարբերակը, որ օրինակ ժամանակ չունեք, չեք կարող պատրաստել, սովորական լավաշները կտրատում եք եւ մեջը դնելու եք քերիչով անցկացրած պանիրը, որը կալցիումով հարուստ է, ավելացնելու եք մանր կտրատված հավի կրծքամիսը, որը սպիտակուցներով հարուստ է, փաթաթելու եք եւ երկու կողմով տրժտժացնեք, նույնիսկ տապակն եմ արդեն պատրաստել։ Հիմա, քանի որ խոսեցինք մենք հավի կրծքամսից, ես սիրով ներկայացնեմ արդեն իսկ համենված, արդեն իսկ տապակի մեջ գտնվող բարձրացնեմ հավի կրծքամիսը, որը մանր կտրատել եմ, որպեսզի տապակի այդ լոշիկների մեջ տեղավորվի, մեքսիկական խոհանոցից եմ առաջարկում այսօրվա իմ բաղադրատոմսը, թող լինի ուրբաթ օրը մեքսիկական։ Հիմա ես սա էլ այստեղ կդնեմ եւ թույլ տվեք անցնեմ աշխատանքի։ Մի քիչ խոհանոցս կարգի բերեմ եւ այս պահին կուզեմ ներկայացնեմ իհարկե աթենքի նագետները։ Ինչու՞։ Որովհետեւ մարդիկ նայում են, ասում են՝ «Դե լավ, սաթենիկ, երկար առաջարկվող բան ես առաջարկում, բայց ասեմ, որ սա 5-ից 6 րոպեների ընթացքում կարող եք նագետները պատրաստել եւ վայելել»։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Եվ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար աթենք առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխ, ինչպես նաև հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Իդեպ հեռուստադիտողներ, ովքեր հենց նոր միացան, լայվ խակ եմ առաջարկել նրանց բրինձը, որը օրինակ 3 խաշել եք, չգիտեք ինչ լուծում տալ, կարող եք բրնձով հացիկներ պատրաստել, Մեքսիկայում հաճախ են օգտագործում օրինակ մեր ավանդական լավաշի փոխարեն իրենց հացիկները։ Հյուսը ինչպես եմ ստացել, հարիչով հարել եմ, այնուհետև նման տոպրակի վրա լցնում եք, մյուս ափսեն, ես ափսենները այդտեղ շարել եմ, ափսեն դնում եք վրան եւ այսպիսի արտաքինով ես կարող եմ արդեն երևի շրջել, դեռ տաք է, թող մնա, թող պատրաստվի այս կողմի վրա, հետո նոր շրջելու եմ եւ ինչպես հասկացաք, երկրորդ տարբերակն եմ ձեզ առաջարկում։ Եկեք գնանք ջեռոցի մեջ, տեսնենք ինչ է տեղավորված եւ ինչ բույր է տարածել։ Շատ համեղ է։ Հավի բդիկները, կրկին Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված հավի բդիկները, որոնք արդեն պատրաստ են, նույնիսկ տաք է, դուրս է բացվել է, այսինքն այնքան համեղ է, համեմել եւ տեղափոխել եմ, անջատեմ, դա էլ մատուցման ափսեի մեջ իհարկե կտեղավորեմ։ Հագեցանք, սնվեցինք, սպիտակուցներով հարուստ, ածխաջրերով հարուստ, իդեպ բրինձը համարվում է բարդ ածխաջրերով կերակուր, որովհետև դանդաղ է մարսվում, այդ իսկ հիմքով դուք կարող եք ուտել եւ հասկանալ
հագեցվածության զգացողությունը որքան երկար է պահպանվում։ Ճիշտ ժամանակն է, սիրով ուզում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը։ Խոսքը Ժակոյի մասին է։ Այո, խաղաղությունը հարկավոր բոլորիս։ Հենց այս պահին տեսականին ձեր էկրաններին է, ես էլ ներկայացնեմ քաղցրավենիքի, ներփահամ կոնֆետների լայն տեսականին, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարաթունք, թարմ բաղադրիչներ եւ իհարկե ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ Կոկո Ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադների իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը կնուգա կարամել, շոկոլադե գլազուր քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Ես վստահ եմ, հեռուստադիտողները արդեն ընտրություն կատարեցին, թե այսօր ինչ է կարելի պատրաստել, օրինակ բդիկները, որոնք ես համեմել եմ, օրինակ տակոները, որոնք ես ձեզ առաջարկել եմ, կարող եք բրնձով չպատրաստել, իմ առաջարկած մեր ավանդական լավաշի մեջ դնել, հավի կրծքամիսը մանր կտրատված, համեմված, այնուհետև պանիրը եւ հատուկ այստեղ ես զիգզագավոր տապակ եմ դրել, որպեսզի տակոները այստեղ երկու կողմով տշտժացնեմ, տաքացնեմ, ել ավելի համեղ եւ ախորժելի դարձնեմ։ Ճիշտ պահն է խոհանոցս կարգի բերեմ, խոսքս փոխանցեմ Ավետին Լիլիթին, թող նրանք շարունակեն, քանի որ ես արդեն պատրաստ եմ նրանց հագեցվածության զգացողությունը ապահովելու։ Խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն Սաթ, իսկ մենք խոհանոցի թեման շարունակելով ներկայացնենք Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը, որը պատրաստված է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամի սիրով պատրաստված քիլերներում հավ, բդիկ, թևիկ, քարաչիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ եւ առաքումը ամբողջ Երևանում սիրելի հեռուստադիտողներ անվճար զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մենք ընդմիջենք մեր վաստակած գովազդով, այնուհետև շարունակենք մեր եթերը։ Առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ մշակութային անդրադարձ է։ Դեկտեմբերի 16-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի Ալեքսանդր Կուպրինի Յամա Վիպակի համանուն դրաման։ Սա պատմություն է կանանց մասին, որոնք հայտնվել են լռության եւ անտեսման փակ միջավայրում եւ ներկայացում, որը միաժամանակ արվեստ է, զգուշացում եւ մարդկային ողբերգության արձանագրում։ Սպասված ներկայացման մասին կզրուցենք մեր տաղանդավոր հյուրերի։ Ես սիրով շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, տաղավարում են նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը, բարի լույս։ Նախագծի տեխնիկական հարցերով պատասխանատու եւ իհարկե դերասանուհի Ելենա Վարդանյանը, բարի առավոտ, դերասանուհի Ռիփսիմե Նահապետյանը եւ դերասան Էրվին Ամիրյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ ուզում եմ ասել, եկել եք մեր թատրոն, որ եկել եք մեր տաղավար, ուրախ ենք, ճիշտ է, գոռը մեզ հետ չէ, հիմա այս պահին, բայց վստահ եմ, որ Տիկին Մխիթարյան, դուք շատ հանգամանալից մեզ կպատասխանեք, թե ինչու ընտրվեց հենց այս պիեսը եւ ինչպես առաջացավ գաղափարը բեմադրելու հենց Կուպրինի Յաման։ Ասեմ ձեզ, ուրեմն դեռ տարիներ առաջ գոռը շատ էր ուզում բեմադրել Յաման, բայց այդպես ստացվեց, որ հիմա հնարավորություն ստեղծվեց, ճիշտ պահ է, որովհետև ասեմ ձեզ, արդեն 3-րդ տարին է մենք ստանում ենք ֆինանսավորում եւ աջակցություն ռուսկի սեզոնի կազմակերպությունից եւ դա արդեն 3-րդ տարին է, որ մենք մասնակցում ենք այդ ծրագրին եւ մեր դասական ռուս հեղինակների գործերը բեմադրվում են այդ հովանու ներքո։ Նաև ուզում եմ ասել, նշել, որ մեզ մոտ բացի պրեմիերայից կլինի աննախադեպ մի ակցիա, ոչ թե ակցիա, այլ իրադարձություն, որ մենք սպասում ենք երկար տարիներ, որովհետև մենք
փոխում ենք եւ փոխեցինք մեր դահլիճի աթոռները։ Վերջապես։ Շնորհավորում ենք ձեզ, այո, թող։ Եվ հիմա հենց հիմա գնում են ավարտական աշխատանքները, մեր նոր պատերի գույնը դուք կտեսնեք, նոր աթոռները, որոնք շատ հարմարավետ կլինեն, հուսամ, ես դեռ չեմ նստել, վաղ չի վիճակվել, բայց ամսի 16-ին ես առաջի անգամ կնստեմ եւ կվայելեմ այդ հաճույքը։ Տիկին Մխիթարյան, հրաշալի է, ես ուզում եմ, որ թատրոնում այսպես թատրոնի մարդիկ այսքան ոգևորվեն փոփոխություններից ու թող շատ լինեն, ցանկացած տեսքով, թող միշտ լինի աջակցություն ձեր թատրոնին եւ մեր տաղանդավորագույն Գոր Մարգարյանը արդեն երկրորդ անգամ է համագործակցում մեր թատրոնի հետ։ Առաջին ներկայացումը դա Գարդենիա էր, բոլորդ գիտեք, դա համավարակի ժամանակ բեմադրված ներկայացում էր, որը իրոք շատ լուրջ հաջողություններ բերեց թե թատրոնին, թե Գոր Մարգարյանին եւ ինչու՞ չէ մեր Հայաստանի Հանրապետությանը։ Եկեք այսօր խոսենք Յամայի մասին, Գարդենիայի մասին, անպայման գուցե առիթ լինի եւս մեկ անգամ զրուցելու։ Ելենա, ճիշտ ասած ուզում էի հարցած ձեզ ուղղել, որքանով է ըստ ձեզ բարդ ժամանակակից թատրոնում ներկայացնել Կուպրինի բարդ ստեղծագործությունը, միջավայրը, ծանրությունը, ինչպես է հնարավոր եղել դա ստեղծել։ Ну, знаете, все новое, это хорошо забытое старое, так или иначе. Այո։ И, знаете, в погоне за какой-то формой, может быть, сегодня очень многие забывают о сути, о душе, о сердце, о том, что в человеке. Потому что я лично считаю, это мое мнение, будучи на сцене русского театра, да и вообще, в принципе, театра, очень важен человек. Очень важно то, что он хочет сказать со сцены. Ведь для этого и мы, артисты, и режиссеры, и, в принципе, все выходим на сцену для того, чтобы сказать свое слово. Вот для меня, кажется, самое новое, самое модерновое, что может быть, это слово, которое то, что ты хочешь сказать этим произведением и твое видение. Хотелось бы сказать о том, что у нас замечательный, прекрасный режиссер Гор Маркарян, и он не просто режиссер, он художник. Потому что, наблюдая за тем, как он строит картины, как он ставит этот спектакль, я неоднократно просто ловлю себя на мысли, это как вот художник, который рисует на полотне. Это удивительно и невероятно сильно в то же время. Գորի ձեռագիր իսկապես հայ ժամանակակից թատրոնում առանձնահատուկ ու յուրահատուկ է, բոլորս դա փաստում ենք։ Ինչպես ասացիք ձեր խոսքում, այո, ժամանակի մեջ կարևոր չէ ժամանակը երբ է, կարևորը խոսքն է։ Ես ուզում եմ ճիշտ ասած Էրվին հարցս ձեզ ուղղել, ինչքանով է բարդ որպես դերասան ընկղմվել այս ճնշման տակ, հոգեբանական տարբեր ճնշումների տակ գտնվող այս կերպարների մեջ, ձեր կերպարը ինչպես կարողացաք ստեղծել։ Կերպարը կարող ենք ասել միասին ենք ստեղծել Գորի հետ, այդ տանդեմն ա եղել, ռեժիսոր դերասան, ինչու նաև չէ Սոնա Մելոյանի հետ ենք շատ խոսացել, որը ինչ որ չափով մոտեցրել է բեմին, հա, ինքը վեպ է, ինքը պրոցես է, ցանկացած դերն է բարդ, ցանկացած իր խնդիրներով եւ ասենք արտահայտչաձևի գտնելու, դա է ինձ թվում։ Առաջին անգամ եք աշխատում Գորի հետ։ Գորի հետ առաջին անգամ եմ աշխատում ու շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ իսկապես հետաքրքիր է այդ աշխատել։ Իր ռուսերեն մի հատ լավ բառ կա, ինքը շատ ունի, էդի ատաբրատնովա աշխատելը։ Դա ես մի քիչ դրա կողմնակիցն եմ, էլի սիրում եմ, որ ասում են պետք չի կարագի վրա կարագ քսել։ Այո։ Դա մոտ կա։ Ռիփսիմե, ես ինչպես նշեցի, սա իմ երազանքների դերն է։ Ես քեզ շնորհավորում եմ իրոք Ժենիչկայի կերպարը սարսափելի, հենց լավ կերպար է ինձ համար։ Ես ուզում եմ հասկանալ դու կերպարը կերտելուց, ստեղծելուց ինչպիսի ներքին սահմանափակումների բախվեցիր որպես դերասանուհի եւ որպես աղջիկ, եւ որոնք են այդ սահմանափակումները եղել ու ինչպես ես հաղթահարել դրանք։ Կամ միգուցե չի եղել։ Սահմանափակումներ, չգիտեմ, անընդհատ մտածել եմ, թե ինչպես կարող եմ մարդուն բերել հանգամանքները եւ կյանքը այն մտքին, որ դու որոշում ես մի քանի հոգու, մի հարյուրավոր մարդկանց ջնջել աշխարհից եւ ինչքան շատ կարող է լինել այդ ցավը ու կարծում եմ
շատերը ձեր հարցը առաջին Լենային, որ ուրիշ ժամանակներում է կատարվել այդ գործողությունները, բայց իմ կերպարը մի հատ խոսք ունի, ասում է երբեք ոչ ոք իմ մեջ մարդ չի տեսել, չի մտածել, որ ես ունեմ սիրտ ու հոգի։ Եվ կարծում եմ ժամանակները փոխվում են, բայց ամենակարևորը դիմացինի մեջ կապ չունի, թե նա ինչ մասնագիտություն ունի եւ առհասարակ ով է, տեսնել մարդ եւ հարգել այդ մարդ լինելը նրան։ Ու կարծում եմ ժամանակները կապ չունեն։ Այո, ցանկացած ժամանակում դրա համար արդի է։ Իրականում ես հիշում եմ թատերական ինստիտուտից երբ անցնում էինք հենց ԵԱՄԱ-ի մասին, երբ խոսում էինք, բավականին մեզ բարդ էին ներկայացնում, բավականին բարդ էին բացատրում։ Ինձ անկեղծ որպես հանդիսատես շատ հետաքրքիր է։ Տիկին Մխիթարյան, ձեզ համար ըստ ձեզ դուք որպես վստահ եմ տեսել եք արդեն փորձերի շրջանում, ըստ ձեզ ո՞րն է գոռի ներկայացման գլխավոր ուղերձը, ինչ պետք է հանդիսատեսը իր հետ տանի դահլիճից։ Դահլիճից, գիտեք ինչ, նախ ես ուզում եմ ասել, որ ես որպես հանդիսատես հաճույք եմ ստանում գոռի փորձերից, որովհետև տեսնել իր կերպարը, թե նա ինչպես է փորձում, դա ուղղակի մեծագույն հաճույք է եւ ինչու՞ չէ կարող է մաստեր կլաս լինել ցանկացած հանդիսատեսի, ուսանողի եւ դերասանի համար, եւ դերասանները շատ բան են վերցնում գոռից, իսկ իր երազած ինձ թվում է բեմադրությունը, որ նա արդեն մի քանի տարի երազում էր բեմադրել, այն է, որ մարդը շատ կարևոր է եւ պետք է ուշադրություն դարձնել մարդուն, մարդու կերպարը եւ սիրել մարդուն։ Մարդու մեջ տեսնել մարդ։ Այո, ես ուզում եմ հասկանալ, փակագծեր չբացենք, ամսի 16-ին մենք բոլորս կդիտենք ներկայացումը, ուզում եմ հասկանալ անտարբերության թեման մարդկային ինչպես է արծարծված ներկայացման մեջ։ Մարդկային անտարբերությունը։ Ну, учитывая, что в принципе-то речь идет о, грубо выражаясь, о живом товаре, и это уже речь о том, что антарберютюна в воздухе. Но очень важно, что, смотрите, спектакль, он прекрасен тем, что там огромное количество персонажей со своими сложными судьбами. Вот именно про людей, именно про людской спектакль. И я думаю, что зритель, когда посмотрит, не думаю, я уверена в этом, он обязательно с собой что-то унесет. И я бы хотела сказать, что с нами вместе работает человек 20 артистов замечательных, великолепных, да, молодых, прекрасных. И у нас очень хорошая команда, которая вместе с нами Хамагортакцума. Это мои слова на армянском. И я бы хотела сказать огромное спасибо Мертимин. Хочу сказать, у нас замечательные видео, фото, которые сделал Гарик Манукян. У нас прекрасная художница Нелли Барсерьян. Хочу сказать ей огромное спасибо. Декоратор Аргишты Пилоян, замечательный человек, который помогает во всем. Наш световик Хай Карабекян. Наша прекрасная актриса по совместительству в этом проекте, хореограф Хайарпи Зурначан. Они сейчас на другом эфире, но я хочу сказать ей большое благодарность, потому что пластически очень красиво выверено все. И никого же не забыла, нет? Ну, Марьяна Мхитарян, конечно же, она здесь. Это очень важно. Գիտեք իրականում ասեմ, իրականում քանի որ վստահ եմ, որ ինչպես ասում են, լավ եկեք, Զակուլիս շատ մարդիկ են աշխատում, թվել բոլորին, այո, անունները մոռանալ, այո, անունները, բայց ես վստահ եմ, որ դուք շատ շնորհակալ եք։ Ես այսպես ձեզ հաջողություն եմ մաղթում դեկտեմբերի 16-ին, թող փայլուն ներկայացում լինի, ինչպես որ բոլոր ներկայացումները վստահ եմ անհանգստություններ չեն լինի, իսկ մեր շատ սիրելի հանդիսատեսին հիշեցնել, որ դեկտեմբերի 16-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կարող եք դիտել Կոպրինի յաման, հիշեցնենք, որ ներկայացումը 18+ է։ Գնացեք մեծերի հետ, ոչ փոքրերի։ Այո, դիտեք, վայելեք ու իհարկե հաճույք ստացեք։ Ձեզ շատ հաջողություններ ու շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Спасибо. Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին գովազդում ենք։ Դիտողներ այսօր մշակութային թեման մեջ շարունակում ենք, գիծը չենք թողել։ Այո, եւ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, էլ ինչ ամանորյա Երուսեր առանց ամանորյա ներկայացումների։ Դեկտեմբերի 20-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկ հանդիսատեսին կմատուցվի նոր ու կախարդական ներկայացում՝ Բևեռային ճեպընթացը։ Բեմադրություն երեխաներին սպասվող եւ պատմող այն կտանի դեպի Սուրբծննդյան հրաշքների աշխարհ, որտեղ հավատը, երազանքները, սիրով լցված ճանապարհը միշտ տանում են երազանք
երազանքների իրականացման ճանապարհով։ Ամանորյա սպասված ներկայացման մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ես սիրով ներկայացնեմ նրանց, տաղավարում են հրաշալի դերասանուհիներ Հասմիկ Գևորգյանը եւ իհարկե Անգելինա Անտարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս, լավ, դուք ոնց եք։ Լավ ենք, շատ լավ ենք։ Ձեզ հետ տոնական տրամադրություն բերեցիք իրականում, Ամանորը շատ մոտ է, ձեր լավ տրամադրությունը խառնվեց այս ամեն ինչի։ Նախ ուզում եմ ամենասկզբից սկսենք, պատմեք մի փոքր ներկայացման մասին։ Ինչի մասին է վավերաճը ընթացքը։ Ասեմ, ուրեմն ներկայացումը բավական երաժշտական, պարային, հեքիաթային ներկայացում է ու պիտի ասեմ, որ տարբերվում է մնացած բոլոր մեր ունեցած ներկայացումներից, որովհետև այստեղ հեքիաթը ու հավատը մի փոքր ավելի շատ են։ Այսինքն այն պուճուրներ են, մեծիկները, որ գալու են դիտելու ներկայացումը, իրենք դիտելու են հենց հավատի սպասումով, այսինքն Սուրբ Ծննդյան սպասումով, դիտելու են, որ ձմեռ պապիկը հեսա կգա եւ այլն, բայց այդ լինելու են ամենապուճուր ու ամենաիսկական հավատի միջոցով, այսինքն երբեմն մենք գիշերը պարկելուց ասում ենք, վայ Երանի սենց լինի, մենք մեր խորքում հավատում ենք, որ լինելու է։ Սա գիշերը չի լինելու, սա լինելու է մեր ներկայացումների եւ ամեն ներկայացմանը։ Իրականում Հասմիկը հենց ես եւ Հասմիկը նույն կուրսում ենք սովորել, մենք եղել ենք կուրս ընկերներ, եւ ինքը բեմ է դուրս գալիս, այո, փոխվում է ամբողջ պատկերը եւ ամբողջ տրամադրությունը Հասմիկ թեթև գովք կազմակերպեցին Հասմիկ Գևորգյանի։ Անգելինա, դու որպես դերասանուհի Պարոնյան թատրոնում նոր ես, չէ՞, ես ինչքան գիտեմ։ Ոնց ստացար առաջարկը, ով առաջարկեց խաղալ Ամանորյան ներկայացման մեջ եւ ինչպես են ընթանում փորձերը։ Իրականում ես տեսա հայտարարություն, որ ռեժիսորը Իմ ջելոց ասենք ռեժիսորը Սամսոնը Մովսիսյան շատ տաղանդավոր գրել էր հայտարարություն, ես իրեն առաջարկեցի, որ կարող եմ մասնակցություն ունենալ, ինքը ասաց, որ արդեն իմ անունը կա իր ցանկում։ Ու շատ ուրախացա, որովհետև քանի որ նոր էի թատրոնում ունեի ավելի քիչ դերեր, իմ համար շատ պատասխանատու էր, որ հատկապես որ իմացա գլխավոր դերերից մեկն է լինելու, շատ մեծ պատասխանատվություն եկավ ուսերից։ Այո, եւ վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ, այո, դու դերի տակից, ինչպես ասում են, լավ դուրս ես եկել։ Հուսամ, որ կարդարացնեմ սպասելիքները ռեժիսորը։ Մենք վստահ ենք, որ կարդարացնես, ես ուզում եմ մի փոքր խորեոգրաֆիայի մասին խոսել, քանի որ դու նույնպես դրանով զբաղվում ես, մենք առնչվել ենք գործնականում իրար հետ։ Ուզում եմ հասկանալ ինչպիսի կոնցեպտ կա, ինչպես են երեխաները դրանից ոգևորվելու, ինչ նոր բաներ են տեսնելու։ Խորեոգրաֆը Քրիստինան է Ավակիմյան, ինքնին հենց ներկայացումը շատ երաժշտական է եւ պարային է, այսինքն ավելի շատ գերակշռում է հենց երաժշտությունն ու պարը, ինչը վերաբերվում է խորեոգրաֆի աշխատանքին, այդ ձևաչափով ու այդ սիրով մենք մեր պարողները եւ մենք առաջին անգամ ենք աշխատում, որովհետեւ ավելի տարբերվում է մնացած ներկայացումից Քրիստինայի ձեռագիրը, այսպես ասած, պարային։ Ոնց հասկացանք ավելի երաժշտական, ավելի հեքիաթային ներկայացում է դիտելու փոքրիկ հանդիսատեսը Պարոնյանում, լավ։ Որ կերպարներն եք մարմնավորում, մենք խոսեցինք ի վերջո, այդքան բացեցինք, չասեցինք, որ կերպարներն եք մարմնավորում, ինչ կերպարներ կան, Հաս, դու որ կերպարն ես մարմնավորում։ Մենք մարմնավորում ենք երեխաներին, մենք իրականում 4-ն ենք, ուղղակի երկուսը ոնց որ դեռ հյուսիսում են, կհասնեն մեզ անպայման։ Երկուս հարգել պատճառով աշխատանքի, հյուսիսում։ Այո, ես Ջուլին եմ մարմնավորում, Անգելինան Էմման։ Տղաների կերպարները Թոմը եւ Բոբը։ Թոմը եւ Բոբը։ Այո, մենք 4 երեխաների ենք մարմնավորում, պիտի ասեմ, որ շատ պարտավորեցնող է, որովհետեւ ամեն դեպքում դժվար է։ Մարմնավորել հենց երեխաների համար ու համոզել, որ դու երեխա ես, ոչ թե մեծ ով խաղում է երեխա։ Այո։ Բարթես վստահ եմ, որ դա շատ լավ կստացվի։ Հաս, առանց բացելու, առանց շատ փակագծեր բացելու, մի փոքր ներկայացման սցենարային գիծը, մի քիչ բացահայտենք երեխաների համար։ Իրականում սա երեխայի մասին է, հենց բուն տղա երեխայի մասին, ով չի հավատում ձմեռ պապին եւ չի հավատում, որ Սուրբ Ծնունդը գալու է եւ չի հավատում, որ մի օր ինքը կտեսնի ձմեռ պապին։ Եվ բոլոր գործողությունները պիեսում գրված կատարվում են հենց այնպես եւ հանուն նրա, որ ինքը տեսնի ու հավատա ձմեռ պապին։ Եվ վերջում բնականաբար լինում է։ Եվ սա ասեմ, որ այս պիեսը տարբերվում է մնացած բոլոր մանկական ներկայացումներից, որովհետեւ այստեղ չկա մարդ, ով գողանում է ամանորը, ով այդպես, ով գողանում է աման, դու շատ անարդար ես իմ հանդեպ, դու արդեն իմ ամուսնու հետ պիտի լուծես քո հարցերը, ոչ թե իմ։ Մի խոսքով, այստեղ չկա կերպարով գողանում է ամանորը եւ այստեղ բոլորը հանունի համար են, հանուն նրա, որ Սուրբ Ծնունդը գա, հանուն նրա, որ հրաշքը տեղ ունենա եւ հանուն նրա, որ դահլիճում գտնվող մարդը տեսնի ու հավատա Սուրբ Ծննդյան հրաշքին եւ չկորցնի հավատը։ Մի րոպե։ Ուզում հասկանալ։ Քանի որ երեխաների հետ շատ դժվար է աշխատել, ես ուզում հասկանալ
ինչ են տանելու իրենց հետ երեխաները, հանդիսատեսը ընդհանրապես։ Կարծում եմ հենց այդ գլխավորի մասին Հասմիկը խոսեց, որ հենց բուն հավատի մասին է խոսքը, որ հույսում է, շատ մեծ հույս ունենք, որ ովքեր չէին հավատում, գուցե ներկայացումից հետո շատ բան չհավատացող երեխաների մոտ կփոխվի, որ իրոք պետք է հավատալ։ Կարծում եմ կկարողանանք պետք է հավատալ արդյոք մի բանի, որը երևի թե ես շատ ցավում եմ եւ ուզում եմ որ դու էլ անպայման գաս նայելու մեն ես վստահ եմ որ ներկայացած հետո հավատալ ես որ այո պետք է հավատալ եւ եթե համոզեք անպայման բոլոր աշխարհի երեխաներին բերելու եմ ներկայացում բոլոր աշխարհի երեխաներին եւ ես վստահ եմ որ դիտորը հավատալու է հրաշալի շատ մինչեւ այս հաս դու աշխատել ես փոքրիկ երեխաների հետ ինչպեսին է լինում արձակ հանդիսատեսի էներգիան, երեխաների էներգիան, ես իզում եմ հեռուստադիտողների համար որպեսզի բաց չմնա, քանի որ մենք ունենք ընկերական նեղ շրջապատ, կան նեղ ընկերական կատակներ, որոնք որ հասկանում ենք մեկ անգամ աչքերի փայլով, դե հիմա ինչպես բացատրենք, թե ինչ է հիմա կատարվում։ Լավ, ես այս ամենը մի կողմ դնելով ասեմ, որ սա տարբերվում է բոլոր, առհասարակ յոլկան, մանկական ամանորյա ներկայացումը տարբերվում է մնացած բոլոր ներկայացումներից, որովհետև եթե այնտեղ աղմուկ է, եթե այնտեղ այդ աղմուկը գուցե քեզ նյարդայնացնում է ու դու, չգիտեմ, ինտերակտիվ չես ուզում որևէ բան անել, այստեղ մի փոքր այլ է, որովհետև դու այստեղ ստիպված ես հավատալ ու հավատացնել բոլորին, որ դու մանուկ ես, դու հավատում ես ամանորյա հրաշքին եւ հանդիսատեսը եւս կհավատա։ Ուզում եմ հասկանալ ինչպիսի սպասելիքներ ունեք առաջնող աղից առաջ։ Բավականին դրական, լավ, որովհետև մենք ինքներս էլ շատ ոգևորված ենք ու էլի հավատով լցված ենք։ Իրականում թատրոնի ներողություն, իրականում թատրոնի ամբողջ անձնակազմը, սկսած մաքրուհիներից մինչև ամենավերադաս, աշխատում է հիմա հանուն ամանորյա ներկայացման, այսինքն որևէ այլ ընտրանք չկա պատկերացրեք, որևէ ներկայացում ուրիշ չեն քննարկում։ Եվ կարծում եմ, որ ներուժը թատրոնի դրված է հենց ամանորյա ներկայացման վրա ու կարծում եմ, որ ամեն բան շատ լավ է ստացվելու եւ մենք էլ հուսանք, որ ինչքան կարևոր է իրականում մի բան ասեմ, ես ուզում եմ սա ասել, իհարկե մենք հիմա քննարկում ենք, կարելի ասել ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներով նստած զրուցում ենք եւ ինչքան կարևոր է որ ցանկացած ներկայացման համար ներդրվի գումար, որովհետեւ երեխային առանց իհարկե մեծերն են դա անում, երեխային առանց գումարի հնարավոր չէ զարմացնել, ուրախացնել, ի վերջո ամանորյա ներկայացում իրենց ենթադրում է գույն, տոն, հրավառություն եւ ինչքան կարևոր է որ թատրոնները լցվում են այդ կարևոր գործին ներդնելու, աշխատելու եւ իհարկե ինչպես դու ասացիր, ջանք ու երան չխնայելու։ Թող մենք հենց մի փոքր առաջ խոսում ենք թատրոնի կարևորության եւ իհարկե Ստանիսլավսկու անվան թատրոնում վերափոխումների մասին, փոփոխությունների մասին, թող որ Պարոնյան թատրոնը եւս այդ նույն գծով գնա։ Դուք վստահ եմ որ արդեն ռեժիսորից բավականին շատ խորհուրդներ լսել եք, կարելի ասել արդեն ինչպես ասում են պարագոնային փուլն է հասել։ Բացի 4 ձեր դերասաններից, այդ ինչ կազմ է աշխատում ներկայացման վրա։ Բավականին մեծ բալետային խումբ ունենք, շատ մեծ քանակով, ովքեր գրեթե բեմից դուրս չեն գալիս, որովհետև շատ է պարը, երգը, դերասանական կազմներ են նաև մեզ, նաև երգում ենք բոլորս։ Ահա, հրաշալի։ Երգում ենք, պարում ենք, ուրախանում ենք ներկայացման մեջ ունենք բացի երեխաների եւ բալետային անձնակազմը, էլֆեր, տրոլներ, ծմեր պապ, մամա, պապա։ Այսինքն հիմնական 4 դերասանները դուք եք։ Այո։ Հրաշալի։ Եվս մեկ անգամ խնդրում եմ հիշեցնենք սպասված ներկայացման օրը, ժամը եւ իհարկե վայրը։ Հասմիկ։ Դեկտեմբերի 20-ից 30-ը ժամը 11, 1, 3, 5։ Ունենք 11, 1, 3 եւ 5 4 սեանս։ Այո, 4 սեանս դեռ, բայց կարող է նաեւ ավելանա, հա։ Դա արդեն ընթացիկ թատրոնի էջին որ հետևեն, ավելի մանրամասն կիմանան եւ հունվարի 2-ից 7-ը նաեւ 11, 1, 3, 5 նույն ժամերն են, դեռ չի ավելացել, այո։ Սպասում ենք բոլորից, սիրում ենք եւ այդպես։ Այո, հրաշալի, շատ շնորհակալություն։ Փաստորեն հեքիաթներ եք ստեղծում երեխաների համար եւ փորձում եք ամեն ինչ անել դրա համար, որ իրականություն դառնա։ Անկամ տաղավարում տրամադրություն փոխեցին, տեսա, վստահ եմ որ բեմում արդեն սիրելի հեռուստադիտողներ գիտեք թե որտեղ գնալ ամանորյա ներկայացումներ դիտելու, նրանք շատ են, ընտրեք լավագույնները եւ իհարկե գնացեք ու երեխային պարգևեք մեկ բաժակ, մեկ գավաթ բարություն եւ իհարկե հեքիաթ։ Ձեզ շնորհակալ ենք որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ուրախ ենք, ձեզ հաջողություններ ենք մաղթում եւ իհարկե լավ պրեմիերա։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ եւ այսօր բացի մշակութային հրաշալի առաջարկներից նաեւ ունենք
ուրիշ առաջարկներ, ձեր ծննդյան օրը, հիշարժան հավաքույթները, կարևոր առիթը, կորպորատիվ երեկոները կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դարձնել իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտելիքներ եւ անթերի սպասարկում։ Այո, ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգա։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում։ Տոնը սկսվում է հենց այստեղ։ Զանգահարեք 094 38 06 06 հեռախոսահամարով։ Հիմա ճիշտ ժամանակն է հասկանալու համար, թե ինչ տեսք ունի մեր նախաճաշ այսօրվա։ Սադ։ Սադ։ Այո։ Ահա այսպես մի քանի պարզ բաղադրիչ, սիրով պատրաստված, որը համոբույր տարածեց մեր տաղավարով մեկ։ Հիշում եք, առողջ ծնունդը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլ նաև շատ համեղ։ Եթե անհասկանալի է, ասեմ թե ինչով է պատրաստված։ Իդեպ, եթե 3 բրինձ եք պատրաստել, խաշել եք, այլևս չգիտեք ինչ կարող եք անել, լայվ խակ եմ առաջարկել։ Երկրորդ միացման ընթացքում հարիչով անցկացրել եմ խաշված բրինձը։ Հետո մի տոպրակ ենք դրել, վրան մեկ գդալ լցրել ենք, երկրորդ տոպրակը ափսեով փակել եմ, դարձել է լոշիկ։ Լոշիկների մեջ հավի կրծքամիսը արդեն տապակված, սպիտակուցներով հարուստ բալանսավորված կերակուր։ Իհարկե այդ ընթացքում հասցրեցի նաև ջեռոցում դնել հավի բտիկները ճիշտ համեմված, սիրով համեմված։ Ասում են, որ սիրով համեմում ես քո կերակուրը, էլ ավելի համեղ է ստացվում։ Դե ինչ, ինձ թվում է ամեն ինչ ասված է այս պահի համար։ Մնում է ափսեն վերցնել գնալ մեր բարելույսյան սենյակ, որպեսզի բոլոր անդամները տան հավաքվեն եւ մի պատառ ուտեն, ամեն մեկը շարունակենք մեր գործը։ Եվ իհարկե, քանի որ դիմացը հանգստյան օրերն են, վայելեք հանգստյան օրերը, հասկանում եմ, արդեն նոր տարի է, բոլորս հողու մեջ ենք, մտածում ենք ինչ կարելի է պատրաստել, ինչ անել, ինչ գնել, ինչ նվերներ հակահասցնեք, հավատացեք ամեն ինչ իր ժամանակին։ Դե ինչ, իսկ մենք այդ էներգիան կհավաքենք հանգստյան օրերի, հանգստացած կգանք երկուշաբթի համեղ բաղադրատոմսեր ես իմ կողմից կառաջարկեմ, իմ գործընկերներն էլ տարբեր հետաքրքիր հյուրերի շուրջ, թեմաների շուրջ կզրուցեն։ Սիրում ենք ձեզ, հաջողություն այս համբույրը ձեզ, մինչ երկուշաբթի։ Շնորհակալություն Սադ, այո, իսկապես մենք այսօր հրաշալի եթեր ունեցանք, տարբեր թեմաներ քննարկեցինք, տարբեր հյուրերի ընդունեցինք, ճանապարհեցինք, սիրով այդ ամենը, հենց ձեզ համար փորձեցինք ձեզ մաքսիմալ էներգիա փոխանցել, որպեսզի ձեր առավոտը սկսվի մեզ հետ եւ շատ լավ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ձեզ լավ հանգստյան օրեր, իսկ մեզ ուրախ ու լավ օրվա շարունակություն։ Առողջ եղեք եւ լավ մնացեք, կհանդիպենք երկուշաբթի։ Հաջողություն։